Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջում է իրեն վերականգնել Մասյացյոտ Ընթեմի առաջնորդի պաշտոնում։ Հոգևորականը դատի է տվել մայրաթոռին։ Որոշումը հունվարի 10-ին կայացվել էր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։ 3 է հայցը վարույթ ընդունվել։ Եպիսկոպոսը իր աշխարհիկ Արման Սարոյան անունով է հայցը ներկայացրել։ Խնդրում եմ, ես հետո կկապեմ ձեր հետ։ Մինչև օրվա ավարտ բարձրաստիճան հոգևորականն այդպես էլ չզանգահարեց։ Ներկայացրած հայցի մասին չի շտապում մեկնաբանություն տալ նաև մայրաթոռը։ Հիմա մեկ այդ քննարկման փուլում ենք, հիմա ոչինչ պետք չի մեկնաբանել, ոչ էլ պետք է դրանադառնալ այս բանի, որ հստակ բան լինի, ես մեկ լուր կտամ։ Եվ մինչ դատավարական կողմերը չեն շտապում անդրադառնալ հայցին, առաջ է գալիս գլխավոր հարցը. արդյոք դատարանն իրավասություն ունի քննելու եւ քննարկելու մայրաթոռի կամ կաթողիկոսի որոշումները։ Գարեգին II կաթողիկոսին իր աջակցությունը հայտնած Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը պնդում է. ոչ։ Պետությունը եկեղեցու խանջատ է եւ չի կարող մայրաթոռ Սուրբ Էջմիածնի որոշումները դատարանը քննել։ Նախ հայցը ներկայացվել է Արման Սարոյանի անունով, որտեղ ինքը Արման Սարոյանն է իր անձնագրով, եւ Արման Սարոյանի հայցը մայրաթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրենի է, եկեղեցական կանոնների դուրս է։ Տեր Վրթանեսի խոսքով եպիսկոպոս Սարոյանը Մասյացյոտ Ընթեմի առաջնորդ նշանակվել է Գարեգին II կաթողիկոսի տնօրինությամբ, ուստի նրա իրավասությունն է Սարոյանին պաշտոնում թողնելու կամ հեռացնելու։ Մասյացյոտնի թեմում 26 քահանա կա, 26 քահանաներից 22-ը իրեն որպես թեմատալ առաջնորդ չեն ուզում ունենալ իր հակականոնական ընթացքի պատճառով, թիրադավ լինելու պատճառով։ Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը կաթողիկոսին աջակցություն հայտնած հոգևորականների ներկայացուցիչն է մի շարք գործերով, ֆեյսբուքյան էջում նշել է. հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ։ Փաշինյանի կողմից 7 ամիս շարունակվող հայոց եկեղեցու բարենորոգում անվամբ գործընթացին առաջինը միացած, իսկ շաբաթներ անց կարգալույց հռչակված Տեր Արամ Ասատրյանը, որը ըստ մայրաթոռի պետք է կոչվի ավազանի անունով, Ստեփան Ասատրյանով հակադարձում է։ Կաթողիկոսը իրավունք չունի խառնվելու թեմի գործերին, եթե թեմի եպիսկոպոսը այդ մասին նրան չի տեղեկացրել կամ թեմի եպիսկոպոսը հարկ չի համարել այդ մասին նրան տեղեկացնել։ Այս պահին մենք տեսնում ենք, որ Գարեգին Ներսիսյան կաթողիկոսը ինքը խառնվում է թեմական կյանքի բոլոր գործերին, ինքն է որոշում, թե թեմական կյանքում ով պետք է ընդունվի աշխատանքի, ով պետք է աշխատանքից դուրս գա, այսինքն այս իմաստով մեր եպիսկոպոսները նաև ինքնիշխանություն չունեն եւ չեն կարողանում սեփական թեմը կառավարել։ Կարգալույց հռչակված քահանայի խոսքով եպիսկոպոս Սարոյանի դիրքորոշման պատճառով կաթողիկոսը սառեցրել է Մասյացյոտ Ընթեմի գումարները։ Այդ գումարները հավաքել էր Մասյացյոտնի թեմի ժողովուրդը այն նպատակով, որ այդ գումարները ծառայեն Մասյացյոտնի թեմի բարեկարգության համար։ Այսինքն այս կերպ օրվա կաթողիկոսը նաև հարգանք չունի այդ թեմի ժողովրդի նկատմամբ եւ նրանց ուրեմն տեսիլքների եւ երազանքների նկատմամբ, քանի որ այդ մարդիկ այդ գումարները Գևորգ Սրբազանին եւ Մասյացյոտնի թեմին նվիրել էին այն պատճառով, որ դրա միջոցով կարողանային բարեկարգել թեմը։ Այսօր առավոտյան Արագածոտնի թեմը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին հայտարարեց, որ Տեր Արամ եւ Տեր Թադե քահանաները կարգալույց եղած են եւ իրենց կատարած ոչ մի արարողություն վավերական չեն։ Թեմի տարբերանշանն օգտագործելով նույնը բովանդակ գրառում կատարեց նաեւ Հովանավանքի կարգալույց հռչակված հոգևոր հովիվը, պարզապես իրենց անունների փոխարեն գրելով Գարեգին II եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանի անունները։ Ինքը իրավունք չունի Արագածոտնի թեմի այն հայտարարության լոգին, որ թեմի Արագածոտնի պաշտոնական sense խորհրդանիշն է օգտագործի իր էջին ապատեղեկատվություն տարածելու համար։ Ստեփան Ասատրյան Տեր Արամն էլ կրկին հակադարձում է։ Ինձ համար դա նշանակություն չունի, որ լոգոն պատկանում է իրենց, հայ առաքելական եկեղեցին էլ ինձ է պատկանում եւ իրենք իրենց քաղաքականությամբ ինձանից խլում են իմ հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ դեմ էր Փաշինյանի ընդդեմ մայրաթոռի ձեռնարկած գործողություններին, այսօր նրա կողքին է, ինչն է ստիպել նրան կտրուկ փոխել մոտեցումը։ Սարոյանը չի շտապում բարձրաձայնել։ Քաղաքացիական հայցը մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որքանով անաչառ կլինի քննությունը, հաշվի առնելով այն, որ Հովհաննիսյանը նաև բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ցույց կտա ժամանակը։